բայց մինչև հաղորդման փակումը ես ուղղակի ուզում եմ հեռուստադիտողին 2 բառ ասել դելթրության պարոն Մալյան ինֆորմացիոն առիթ օգտագործելու համար այսօր ես տեսել եմ իմ կյանքի գոնե լրագրության քաղաքականության հետ կապ ունեցող կյանքի, որը վերջին 20 տարին է, հա, կյանքի ամենազզվելի ու զազրելի երևույթներից մեկը, երբ իշխանությանը սպասարկող, անգամ լրատվամիջոց չեմ կարող ասել այդ edge-ը, այսպես ասեմ, որ ուղիղ աֆիլիացված է Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ եւ ուղիղ աֆիլիացված է քաղաքացիական պայմանագրի Նիկոլ Փաշինյանի հետ, ոչ թե ատելության խոսք, այլ արցախցիներին վերացնելու, ֆիզիկապես վերացնելու խոսք է տվել եթեր։ Ռոլիկ, ինչ-որ անհայտ մի կնոջ հետ խոսակցություն, որը անշուշտ համացանցում աղմուկից հետո փակվել է, բայց դրա ձայնագրությունը բնականաբար պահված է թե ինձ եւ թե տասնյակ հարյուրավոր այլ օգտատերերի մոտ։ Ես չեմ ուզում ասել դատապարտել, որտեվ ուղղակի դատապարտելը ոչինչ է, այսինքն նորմալ մարդը ուղղակի ընդունակ չէր այդ ամեն ինչը անելուն, ուզում եմ ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնք որ նայել են ու ամոթի ու ցավի զգացողություն են ապրել այդ աղբը տեսնելու համար, ներողություն խնդրել որպես լրատվամիջոցի ղեկավար, որպես մարդ, որը որ ամեն օր գրեթե եթեր է դուրս գալիս եւ շփվում է հանրության հետ։ Հավատացեք, որ այն ինչ որ տեղի ունեցել դա լրատվամիջոցի աշխատանք չի։ Մենք ոչ մեկս սուրբ չենք, ոչ մեկս անսխալական չենք, բայց այս տեղի ունեցածը ոչ թե զազրելի է, ոչ թե անընդունելի է, այս տեղի ունեցածը ուղղակի մարդկային արժանապատվությունից ու մարդկային բարոյականից դուրս մի երևույթ է, որ ցավոք սրտի հովանավորվում է օրվա իշխանությունների կողմից։ Լավ եղեք։